Աշխատանքային շաբաթվա ավարտին իմ կոսմետիկ պայուսակն ունենում է ահա այս տեսքը, իսկական քաոս։ Եկեք միասին դասավորենք, նաև կծանոթացնեմ խնամքի միջոցներին։ Սա իմ խոնավեցնող կրեմն է Vichy ֆիրմայից նախատեսված յուղոտ մաշկի համար։ La Roche-Posay այս տոնային ինձ շատ է դուր եկել։ Շրթներկ իմ սիրելի երանգի մեջ։ Հոնքերը ֆիքսող գել, որը հաճախ չեմ օգտագործում։ Թափանցիկ դիմափոշի Flormar ֆիրմայից, կրեմ աչքերի շուրջ էլի La Roche-ից, շրթներկը երբեք շատ չի լինում շարքից, էլի իմ սիրելի երանգի մեջ, ռումյանա Flormar-ից, խոնավեցնող Avène-ից, որը արդեն վերջացել եմ, գիշերային խոնավեցնող կրեմ Vichy-ից, որը շատ լավ լիֆտինգ էֆեկտ ունի, L'Oreal-ի այս տոնայինը մատվի էֆեկտով, ևս մեկ տոնային արդեն Avène-ից բարձր SPF-ով, որը ավելի շատ օգտագործում եմ որպես արևապաշտպան, Chanel-ի այս դիմափոշին օգտագործում եմ միայն երեկոյան դիմահարդարման ժամանակ, իմ ունեցած միակ ստվերաներկը էլի իմ սիրելի երանգների մեջ, ևս մեկ ռումյանը ավելի մուգ երանգով, այս շրթներկն ինձ աղջիկս է նվիրել, լավ իմանալով իմ նախասիրությունները, ևս մեկ տոնային MAC-ից, որը շատ եմ սիրում, շատ թեթև ամենօրյա տոնային քսուկ է, թարթչաներկ Maybelline ֆիրմայից, սիլիկոնե գլխիկով և ևս մեկ շրթներկ, տարբեր վրձիններ, մատիտներ, աչքերի, շրթունքների համար, սկզբում կլվանանք վրձինները, ջրի մեջ ավելացնում եմ իմ սիրելի դեմքը լվանալու հեղուկից և վրձինները թողնում ջրի մեջ, մինչ վրձինները ջրի մեջ են, արագ կմաքրեմ և կդասավորեմ հարդարման մնացած պարագաները, չէ որ հաճելի է, երբ ամեն բան իր տեղում է, մաքուր և կոկիկ։ Ահա և վերջ, կոսմետիկ պայուսակս պատրաստ է։